Այսօր 2026 թվականի փետրվարի 17-ին տեղի կունենա իրադարձություն, որը լինում է 30 տարին մեկ անգամ։ Եվ դա մեկ իրադարձություն չէ։ Այդ օրը 3 տիեզերական էներգիաներ խաչվում են մեկ կետում։ Երբ 3 հզոր էներգիաներ խաչվում են մեկ վայրում, նրանք կարողանում են փոխել այն, ինչ թվում էր կայուն և անհնարին փոխելու։ 2025 թվականի դեկտեմբերից Նուրբ պլանում էներգիաների վերափոխում է սկսվել։ Սա դադար էր քվանտային թռիչքից առաջ։ Առաջին իրադարձությունը՝ Սատուրնը, կարմայի և ժամանակի մոլորակը, անցում է կատարում Խոյի աստղատուն։ Դա կենդանակերպի առաջին և զրոյական կետն է։ Դա աշխարհի զրոյական կետն է։ Դա տեղ է, որտեղ ծնվում է նոր իրականությունը։ Սատուրնը ներս է մտնում այս տարածք և 30 տարին մեկ անգամ և փոխում է հինը, սկսվում է նոր ցիկլ։ Երկրորդ իրադարձությունը՝ դա Հրեղեն ձիու տարին է ըստ չինական օրացույցի, որը լինում է 60 տարին մեկ անգամ։ Սա պահ է, երբ ժամանակը արագանում է։ Այն, ինչ պետք է կատարվեր տարիների ընթացքում, կատարվում է ամիսների ընթացքում։ Երրորդ իրադարձությունը՝ փետրվարի 17-ին, հենց այս օրը, օղակաձև արևային խավարում է, երբ Լուսինը գտնվելու է Արևի և Երկրի միջև։ Երկնքում կհայտնվի սև դիսկ՝ շրջապատված կրակե օղակով, որը շատ նման է աչքի, ասես տիեզերքի խորքից ինչ-որ մեկը նայում է Երկրին։ Հին միստիկները այս երևույթը անվանում էին Աստծո աչք կամ տիեզերքի ակ։ Սա պահ է, երբ տիեզերքը դիտում է և կատարում գնահատում։ Հին միստիկ դպրոցում գիտեին, երբ Լուսինը փակում է արևը, ժամանակը ասես կանգ է առնում, և հնարավոր է լինում փոխել իրականությունը։ Այս ընթացքում հնարավորությունների միջանցք է բացվում անցյալի և ապագայի միջև։ Ինչ է պետք անել։ Նախ մաքրել ֆիզիկական և մտային դաշտը։ Հեռացրեք ձեր տանից հին անպետք իրերը։ Բաց թողեք և ներեք անցած բոլոր վիրավորանքները։ Նստեք հանգիստ մի վայրում, վառեք կարմիր, հրեղեն մոմը և գրեք թղթի վրա, ինչպես եք ձեզ պատկերացնում 30 տարի հետո, սակայն ներկա ժամանակով։ Զգացեք դա։ Պահեք այդ թուղթը։ Դա ձեր պայմանագիրն է տիեզերքի հետ։ Այդ պայմանագիրը կարող եք կարդալ յուրաքանչյուր տարի դեկտեմբերի 31-ին և տեսնել, թե ինչ է իրականացել այդ տարիների ընթացքում։ Բաց մի թողեք այս օրը՝ փետրվարի 17-ը, սա հնարավորությունների միջանցք է ձեզ համար։ Այն, ինչ կգրեք, ինչ կզգաք և ինչպես կպահեք ձեզ, կլինի ապագայում։